Քաղաքացիների կողմից ամենահաճախ հնչող հարցերից մեկը ջրամատակարարման հետ կապված դրա տևողությունն է։ Բոլորը անընդհատ ասում են, որ ջրամատակարարման տևողությունը սարսափելի է, ամբողջ գիշեր ջուր չունեն, առավոտյան ջուր չունեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Իրականում ջրամատակարարման տևողության հարցը չափազանց կարեւոր հարց է եւ այստեղ ես եւս փորձել եմ ուսումնասիրություն իրականացնել ու հասկանալ, թե ինչումն է խնդիրը։ Եվ պարզ ուսումնասիրությունը վեր է հանել մի կարեւոր խնդիր։ 2021-ից 25 թվականներին հատկապես այս մասին եմ ուշադրություն դարձրել վերջին 4-5 տարիների ընթացքում շեշտակիորեն անընդհատ Veolia ջուր ընկերությունը ջրամատակարարման տևողությունը հասցե առ հասցե ժամկետ առ ժամկետ կրճատում է։ Էրեբունի վարչական շրջան Արաբկիր, Նոր-Նորք եւ այլն ըստ էության տարբեր հասցեներ շուրջօրյայից տեղափոխվել են 17 ժամվա գրաֆիկ։ Եվ ամառային ու ձմեռային ժամանակի է բաժանվել ամառը 17 ժամ եւ մնացած ժամանակահատվածում շուրջօրյա հասցեները, որոնք շուրջօրյա են գնալով կրճատվում են։ Թվում է թե Veolia ջուրն է եւ Veolia ջրի ворթեգրած քաղաքականությունը, բայց այստեղ մի բայց կա։ Veolia ջրից զատ ջրամատակարարման այս տևողությունը հաստատել է նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Այսինքն իրենց 23 թվականի հաշվետվության մեջ մենք տեսնում ենք, որ պետական մարմինը հավանության է արժանացրել ջրամատակարարման այս գրաֆիկը եւ նույնիսկ կարծում եմ խորամուխ չի եղել նրա մեջ, թե ինչումն է պատճառը, որտեւ եթե նույնիսկ ինձ ուղված պատասխանի մեջ Veolia ջուրն ըստ էության պատմում է մեզ, որ ինքը կրճատել է չհաշվառված ջուրը, նշանակում է պիտի այդ ջրամատակարարման տևողությունը ավելանար, բայց այն կրճատվում է եւ դրա վերաբերյալ հարց չի տալիս պատկան մարմինը։ Հիմա այս ֆոնին ուզում եմ անդրադառնալ 3 հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից մի շարք հարցերի հնչեցրած պատասխաններին։ Ուղղակիորեն իրեն հարց են տալիս Veolia ջրի ներդրումների եւ այլնի մասով, մի քանի անգամ խոսքում կրկնվում է չեմ տիրապետում եզրը։ Նայեք, սա անթույլատրելի է իրականում, որովհետեւ այն մարմինը, որը պատասխանատու է որպես հանրային ռեսուրս այս ամեն ինչի հետ կապված իրավազորություններ ունի, չի կարող դրսևորել նման անտեղյակություն։ Այո, պարոն Մեսրոպյան, իրենք ներդրում պետք է կատարեն, այնպես չի, որ ինչպես դուք եք ասում, հեծի ինչ էլ անենք չանենք, պիտի ներդրում անի։ Իրենք էլ ունեին ներդրում անելու ու այն պայմանագրով, որը կնքվել էր կառավարության եւ իրենց միջեւ։ Կապիտալ աշխատանքներ, ոչ թե վթարավերականգնողական։ Նայեք, այդ վերաբերմունքը դուք կարող եք անձամբ ձեր նկատմամբ դրսևորել, երբ որ դուք ուղարկեցիք Ստոկհոլմի արբիտրաժի հետ կապված իրավական ներկայացուցիչ գրասենյակ կարծիք ու ձեզ ասացին, որ դուք պետք է անեք այդ որոշումը, բայց դուք չարեցիք այդ որոշումը։ Դա ձեր անձնական որոշումն է, դրանով ստանձնելով պատասխանատվություն, հետագա պատասխանատվության տեսակների ու դրանք դիտավորությամբ կատարելու համար։ Բայց այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրային շահի հարց է, անտեղյակությունը կամ վերաբերմունքը չի կարող թույլատրելի կամ հանդուրժելի լինել։ Այնպես որ ես ձեզ հորդորում եմ, որ դուք այս հարցին պատշաճ ուշադրություն դարձնեք ու հասկանաք, ինչու է անընդհատ կրճատվում ջրամատակարարման տևողությունը։